Մենք հիմա ապրում ենք այն աշխարհում, որ գիտահեն բիզնեսները ունեն ահռելի պոտենցիալ։ Երբ որ փորձում ես գիտությունից անցնես բիզնես կամ հայտնի տեխնոլոգիաները օգտագործես բիզնեսում, տեսնում ես, որ չի անցնում։ Կանայք շատ մեծ շանսեր ունեն բիզնեսում հաջողելու, երբեմն նույնիսկ ավելի մեծ շանսեր, քան տղամարդիկ։ Երիտասարդները ինչ եռանդով, ինչ տարատեսակ բիզնեսներ են անում, ոգևորվում եմ։ Կանացի էներգիայի եւ տղամարդկային էներգիայի միքսով է բիզնեսում ու կյանքում ծնվում ցանկացած լավ բան։ Կանայք ուղղակի ավելի բազմապրոֆիլ են մտածում։ Մի գործարարը կարա ստեղծի միջավայր բազմաթիվ գիտնականների համար, աշխատանքի եւ արժեք ստեղծելու համար։ Ողջունում եմ բոլորին, այսօր նույնպես ունենք շատ հետաքրքիր հյուր եւ կխոսենք գործարարությունից, կյանքից, գործարարի մտածելակերպից։ Իսկ մինչեւ սկսելը մեր այսօրվա դիալոգը ներկայացնեմ մեր գործընկերներին։ Առաջին մեր գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր բոլոր ոդկասթները։ Իսկ երկրորդ գործընկերը Phil-Armenia ընկերությունն է, որը կազմակերպում է բարդ եւ յուրահատուկ միջոցառումներ եւ մեր ակումբը արդեն 3-րդ տարին է համագործակցում է Phil-Armenia ընկերության հետ եւ եթե դուք ունեք ունիկալ միջոցառում, որը ցանկանում եք կազմակերպել ամենաբարձր մակարդակով, խորհուրդ կտամ դիմել Phil-Armenia ընկերությանը, որը կազմակերպում է ամենա դժվար, ամենաբարդ եւ ամենահետաքրքիր միջոցառումները ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Եվ մեր ակումբը շատ երկար ժամանակ է համագործակցում է Phil-Armenia ընկերության հետ եւ վստահորեն կարող եմ խորհուրդ տալ անպայման, եթե կունենաք միջոցառում կազմակերպելու անհրաժեշտություն, դիմեք Phil-Armenia ընկերությանը։ Իսկ վիդեո եւ ֆոտո production-ի համար դիմեք Spin Production ընկերությանը։ Եվ ներկայացնում իմ հյուրին, իմ հյուրը Անահիտ Բեգլարյան, Club Capital-ի անդամ, Soyaist ընկերության հիմնադիր եւ նաեւ Молочная Фантазия ընկերության product-ի ապրանքանիշի հիմնադիր, համահիմնադիր Անահիտ Բեգլարյանը։ Անահիտ ջան, բարով ես եկել։ Ողջույն։ Այսօր մեր շատ հետաքրքիր դիալոգ է սպասվում բիզնեսից, կյանքից եւ կուզենայի առաջի հարցը տալ, ոնց սկսեցիր բիզնեսը եւ ոնց եկար սահուն գիտության աշխարհից դեպի բիզնեսի աշխարհ։ Բիզնեսը սկսվեց գիտությունից։ Նույնիսկ գիտության երկրորդ փուլին նպաստեց նաեւ բիզնես իդեան։ Դեռևս 98-99 թվականներին ես մտադրություն չունեի երկրորդ թեզը գրելու, դոկտորական ատենախոսության մասին է խոսքը, բայց Ռուսաստանից եկավ գործարար եւ առաջարկեց ինձ գումար վճարել, որպեսզի ես սոյայից իր համար ստանամ իր անհրաժեշտ մթերքը։ Այն ժամանակվա համար դա բավականին մեծ գումար էր ինձ համար։ Դու այդ ժամանակ աշխատում էիր։ Ես այդ ժամանակ դասավանդում էի, Ագրարային համալսարանի դոցենտ էի, արդեն 33 տարեկան։ Ընտիր։ Իր այդ առաջարկից հետո իմ մեջ ոնց որ դրայվ առաջացավ, որ փորձեմ այդ իր ասած մթերքը ստանամ սոյայից։ Երկար դեգերումներից հետո ես իհարկե այդ մթերքը չստացա։ Բայց ստացա շատ ուրիշ տարատեսակներ, որոնք որ ինձ արդեն բերեցին նրան, որ սա կարելի է իրականում արտադրել։ Եվ քանի որ ունեի բավականին մեծ փորձերի ոնց որ արդյունքներ, որոշեցի գրանցել այդ արդյունքները եւ արդեն ձևակերպեցի երկրորդ թեզը, դոկտորական ատենախոսությունը, որը եւ պաշտպանեցի արդեն 2004 թվականին, բավականին երիտասարդ տարիքում։ Բայց դա ինձ ոնց որ ոգեշնչեց, ոգևորեց այդ ամենը ինձ եւ հանգամանքների բերումով ներկա գտնվեցի մի հատ ֆորումի, բիզնես ֆորումի, որտեղ մեծ քանակությամբ բիզնեսմեններ կային եւ մթնոլորտը այդ ամեն ինչ աուրանիշադուր եկավ։ Ստացա առաջարկություն, այն ժամանակ USAID կազմակերպությանը կից DAI կազմակերպություն էր ձևավորվում ու այնտեղ կանանց ֆորում, բիզնես ֆորում կազմակերպության անդամակցության առաջարկություն ստացա։ Այնտեղ ես որպես լաբորատորիայի վարչի տեղակալ էի։ Եվ այդ ոնց որ դրանից հետո այդ ամբողջ միջավայրը ինձ ոնց որ ոգեշնչեց, որ ես սկսեմ իմ բիզնեսը։ 2005 թվականին սկսեցի սոյայից կաթնամթերքի արտադրությունը Հայաստանում առաջինը։ Բերեցի սարքավորումներ
եւ այլն լավ դասավորեցի այդ ամեն ինչը ու սկսեցի արտադրել սոյայից Ինչ կաթ բազային ներդրում է պահանջվել քեզանից։ շատ քիչ $5,000 Եվ քո իհարկե գիտական ներուժը։ Այո, եղել է իմ գիտական ներուժը $5,000 եւ այդքանը։ Քանի որ սարքավորումը շատ փոքր էր եւ ճիշտ է, այդքան շատ ճանաչում չստացավ ինքը, քանի որ այն ժամանակ Հայաստանում սոյայի կաթնամթերք այդքան ակտուալ չէր։ Հիմնական իմ հաճախորդները դրսից եկած մարդիկ էին եւ այն մարդիկ, ովքեր որ լակտոզան չեն կարողանում մարսել, այո, եւ նրանք էին հիմնական իմ հաճախորդներս։ Թեպետև տարիներ անցել, բայց այդ մարդիկ էլի զանգում են, ասում են չկա այն ապրանքանիշը։ Անայդ ճիշտ եմ ես հասկանում, որ դու կաթի հենց ինժեներ տեխնոլոգիա ես եղել ու հենց ագրարային համալսարանում այդ ամբիոնում ես դասավանդել, հետո նաեւ ամբիոնի վարիչ ես եղել։ Այո, ուրեմն դասավանդել եմ կաթի տեխնոլոգիայի ամբիոնում, այնուհետև տեխնոլոգիական սարքավորումների ամբիոնում եւ 10 տարի կաթի տեխնոլոգիական սարքավորումների ամբիոնի վարիչն եմ եղել։ Ընտիր։ Եվ այսպիսով այդ սոյայից կաթնամթերք, սոյայի եւ կովի կաթի խառնուրդից պանիրներ էի սարքում, պատրաստում։ Ուղղակի ինքը լայն սպառում չգտավ, որովհետեւ սարքի հնարավորությունները շատ փոքր էր։ Եվ որպեսզի ես կարողանայի ինչ որ խոշոր սպառում անեի, բավականին մեծ ներդրումներ էր պահանջվում։ Դա որ թվականներ։ 2005-6 թվականը։ Եվ շատ արագ այդ նույն սարքավորման օգտագործմամբ ես սկսեցի խտացրած կաթ արտադրել։ 2006 թվականից արդեն արտադրում էի խտացրած կաթ։ Եվ երկար ժամանակ աշխատում էի նաև բուսական սերուցքի արտադրության վրա, Կներես, որ հիմա խանութներում կա կապույտ բանով, հա, պիտակով խտացրած կաթ, դա ձեր արտադրանքն է։ Կա երկու տեսակի խանութներում խտացրած կաթ, մեկը մեր արտադրատեսակն է, մեկը ոչ, կաթնառատն է արտադրում։ Մեր Մալուշնա Ֆանտազիա բրենդով է։ Եվ սկսեցի խտացրած կաթի արտադրությունը, այնուհետև 2008 թվականից արդեն սկսեցի բուսական սերուցքի արտադրությունը, իդեպ նշեմ, որ տարածաշրջանում առաջինը եւ մինչեւ այս վերջին ժամանակները միակն էի։ Ի նկատի ունեմ Անդրկովկասում։ Ինչ է դա այդ պրոդուկտը որտեղ է օգտագործվում։ Այդ պրոդուկտը օգտագործվում է խմորեղենների, հրուշակեղենի արտադրության մեջ, հորեկայում, սուրճի մեջ։ Հա, հասկացա։ Okay։ Հետևաբար քո սպառողները դա B2B ոլորտն է, ովքեր կամ խանութներն առնում են վերավաճառում են կամ առնում են ինչ-որ մի բանի մեջ օգտագործում են այդ ունքը։ Այո, հիմնականում մասնագիտացված խանութների հետ ենք հիմա աշխատում, նաև B2B խոշոր խմորեղեն հրուշակեղեն արտադրողների հետ իրանք են իմ այսօրվա ոնց որ սպառողները։ Շատ լավ, հիմա ինձ հետաքրքրում է ոնց անցում արեցիր գիտությունից բիզնես հենց հոգեբանական տեսանկյունից, որովհետև իմ կարծիքով մենք հիմա ապրում ենք այն աշխարհում, որ գիտահեն բիզնեսները ունեն ահռելի պոտենցիալ, այսինքն երբ որ մարդը գիտնական է կամ գիտաշխատող է, ունի գիտական ներուժ, անցած ճանապարհ, նաև կոչում, գիտական կոչում, ոնց դու, իրանք շատ մեծ պոտենցիալ ունեն բիզնես անելու, բայց դա հոգեբանական բարիեր է, շուկան դրան պատրաստ է, օրինակ այսօր եթե նայում ենք մեծ ընկերություններում արտասահմանյան, հենց գիտնականներ են աշխատում, ֆիզիկներ, մաթեմատիկներ, քիմիկոսներ, այսինքն գիտնականների ստեղծած տեխնոլոգիաները էլ ավելի պահանջված են դառնում ժամանակակից բիզնեսի աշխարհում, տեղեկատվական տեխնոլոգիաներից սկսած վերջացրած պրոդուկտների արտադրության ոլորտը, հա, հենց այն ինչ դու զբաղվում ես։ Այդ հոգեբանական պահն է ինձ հետաքրքիր, ոնց կարողացար այդ անցումը անել, չէ՞ որ դու գիտաշխատող էիր, գիտական կոչում ունեիր, ամբիոնի վարիչ էիր, ուսանողներ ունեիր, ովքեր դիմում էին ընկեր Բեգլարյան, չէ։ Այդ ամեն ինչը նաև սահմանափակում է, պատասխանատվություն է տալի, որ դու պետքա կարողանաս հաղթահարես ու քայլ անես, ազատվելով այդ սաղ տիտղոսներից։ Ես մի քիչ ավելին կասեմ ձեզ։ Մեր ընտանիքում, իմ շրջապատում բիզնեսով զբաղվողներ չկային։ Ծնողներս հայրս նույնպես պրոֆեսոր է այդ ոլորտում, բավականին ճանաչված գիտնական, մայրս նույնպես, եւ բոլորը դեմ էին։ Ամուսինս էլ այդքան կողմ չէր այս բիզնես իմ գաղափարին։ Բայց չգիտեմ, ինձ դուր եկավ այս ամեն ինչը։ Ես նորից շեշտում եմ, որ ինձ հիմնական այդ դրայվն է բիզնեսի մեջ դուր գալիս։ Եվ այդ ամենը ինձ տարավ, որ չէ, ես պետք է անեմ այս, սա իմ գործն է։ Հետո գիտեք,
այ ասում են գիտական պոտենցիալ, գիտություն։ Երբ որ փորձում ես գիտությունից անցնես դեպի բիզնես կամ այդ գիտության հայտնի տեխնոլոգիաները օգտագործես բիզնեսում, տեսնում ես, որ չի անցնում, չի ստացվում։ Բիզնես իրա կարեկցիրովկեք նա ուզում։ Եվ երևի դա էլ ինձ ոնց որ ասում եմ ոգեշնչեց, որ ես փորձեմ все-таки անել այն, ինչ որ կարող եմ անել, ինչ որ ուզում եմ անել, հա, եւ գտնեմ իրոք ճիշտ բաղադրագրերը, բաղադրատոմսերը, հա, եւ ճիշտ ձևով իմ բիզնեսը շարունակեմ։ Ինձ դուր է գալիս, երևի հիմնական պատճառը դա է եղել։ Հա, Թեպետև նորից նշեմ, որ շատ մարդիկ միշտ ասում են, որ դա կնոջ գործ չի, առավել եւս կաթնամթերքի արտադրությունը դա շատ բարդ արտադրություն է, աշխատատար է, ծանր է, այդ ամենը իրականում տենց է, բայց հաղթահարեցի։ ընտիր։ Քանի տարի արդեն կա բիզնեսը։ 21 21։ Իսկ երբ դուրս եկար ինստիտուտից։ Չեմ դուրս եկել։ Հա, շարունակում ես։ Այո։ Դե դեպքում ագրարային համալսարանի բոլոր ուսանողներին հարգանքներս եւ ողջույններս, եթե դուք ագրարային համալսարանում եք սովորում, մեկնաբանություններում գրեք դրա մասին, մենք շատ կուրախանանք եւ փաստորեն հիմա շարունակում ես գործառույթությունը, գիտական գործունեությունը, մանկավարժական գործունեությունը։ Էլի ամբիոնի վարիչի կարգավիճակում։ Ոչ, հիմա ամբիոնի պրոֆեսոր եմ, կեսդրույքով իհարկե եւ ավելի շատ ոնց որ ժամանակ ունեմ, որպեսզի հատկացնեմ նաեւ իմ բիզնեսին։ Ընտիր։ Այդ դեպքում կունենաս նաև մեծ ուսանողների, այսպես ասած, բազա, ում կարող ես նաև աշխատանք առաջարկել։ Այո, չէ՞, այս իմաստով։ Իհարկե։ Հենց այն ուսանողներն, ովքեր գալիս են, սովորում են, տաղանդավոր են, իրանք կարող են նաև աշխատանքի ընդունվել։ Այո, ինչու ոչ։ Նայեք, ուրեմն հիմա ես հիշում եմ 2000-2001 թվականներին քույրս սովորում էր հենց ձեր բաժնում, կաթի տեխնոլոգիա բաժնում։ Այն ժամանակ շատ դժվար էր իրանց համար աշխատանքի տեղ գտնել, ու ինքը փոխեց, գնաց ֆինանս վարկ, ու հիմա ես որ համեմատում եմ, այսօր այնքան են շատացել արտադրությունները հենց կաթի ոլորտում, կաթից ստեղծված պրոդուկտները, որ ձեր բաժինը ունի մեծ պոտենցիալ նաև աշխատուժի շուկային տալու կադրեր։ Տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Այո, ասեմ ձեզ, այսօր Պարենամեթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները առանց աշխատանք չեն մնում։ Բավականին մեծ սպեկտր այո աշխատատեղեր կան, որտեղ որ իրանք կարող են աշխատել, աճել եւ արդեն լուրջ գումարներ վաստակել։ Այո, շատ ուրախ եմ։ Եվ նաև ձեր օրինակը թող լավ օրինակ լինի, որ տեսնեն ոնց կարելի է գիտությունից գնալ բիզնես, ինչի՞ չէ նաև կարող են բիզնես անել ուսանողները։ Եվ ես ուզում եմ մենք մեր հաղորդման, մեր ոդկասթի այս հատվածի մեսիջը տանք մեր հանդիսատեսին, որ գիտությունից կարելի է անցում անել բիզնես, կարելի է զբաղվել բիզնեսով եւ կարելի է այդ դրա հիման վրա պրոդուկտ ստեղծել, միայն ոնց որ նշեցի, այդ պրոդուկտը պետքա ադապտացվի շուկային, բիզնեսին, որ շահույթ լինի, հա, որովհետեւ կարող է դու տես շատ ընտիր գիտական բան սարքես, բայց ինքը շահութաբեր չլինի, շուկային պետք չլինի։ Ընտիր, եւ այդ դեպքում ես մի այսպեսի հետաքրքիր հարց եմ ուզում տամ, ես ընկերներ ունեմ, ովքեր բժշկությունից են բիզնես գնացել, եւ երբ խոսում եմ իրանց հետ, ասի ամենադժվարը որն է եղել, այդ անցման իրանք ասում են, որ ամենադժվարն եղել է, երբ որ արդեն իրանց բժիշկ ջան չեն դիմում կամ հայրանունով, հա, եւ այդ բժիշկի, այսպես ասած, ստատուսը ոնց որ թողում ես ու գնում ես գործ, ամենադժվարը դա եղել, այդ անցումն է եղել, զգացել ես նման էմոցիա քո մոտ, որ ամեն դեպքում հիմա քեզ կարող է շատերն արդեն ընկալում են որպես գործարար եւ դոցենտ պրոֆեսոր, հա, թե պրոֆեսոր են ասում, պրոֆեսորի կոչումը հիմա ոնց որ արդեն դառնում է ոչ այդքան առաջնային ստատուս, էլի, քո անձի հետ կապված։ Ես չէի ասի, որ ես տենց շատ բան կորցնում եմ դրանով, ոչ։ Ես գտնում եմ, որ ես այսօր իմ բիզնեսով ստեղծում եմ բարիք, հա, եւ գիտության վրա հիմնված այդ բարիքները, որը որ ես այսօր ստեղծում եմ, իմ համար ես տենց ոնց ասեմ, փառահեղություն ասեմ, ինչ ասեմ, այտենց բաներ իմ մոտ չկա։ Արել եմ, ստացել եմ, վաստակել եմ։ Հիմա ինձ շատ ավելի ոգեշնչում է, շատ ավելի ինքնաբավ եմ, հա, թե ֆինանսապես, թե հոգեբանորեն, ես ինձ շատ լավ եմ զգում։
Այսինքն դասախոսի աշխատավարձը էլ չես էլ նկատում ոնց է նստում քարտիտ էլի։ Չեմ ուզում տենց ասեմ։ Բայց ամեն դեպքում շատ կարևոր է որ դասախոսները ես օրինակ 6 ամիս դասավանդել եմ ինքս ԵՊՀ-ում ակտուար մաթեմատիկայի ալիոնում 2000 երևի 15 թվականներ 11 տարի առաջ հրավիրեցին 6 մի սեմեստր դասավանդել եմ եւ ինչն էր լավ որ երբ որ դու գնում ես դասավանդելու ու կախված չես են գումարից որը ստանում ես ամիսը կարծեմ 25000 դրամ էր պատկերացնում եք ինչի մասն էր խոսքը երբ որ դու կախված չես այդ գործը անում ես լրիվ տենց ուրիշ բաների վրա հա ուրիշ հաճախականության վրա ուրիշ էներգետիկ կարգավիճակում ես դու լինում բայց եթե դա միակ քո գործն է միակ քո եկամտի աղբյուրն է ես չեմ պատկերացնում ոնց կարելի է այդ գումարով այդքան նվիրված այդքան չգիտեմ ամեն օր գնալ գործի ու դասավանդել չեմ պատկերացնում Մի բան եմ ուզում ավելացնեմ որ ելնելով արդեն պրակտիկ գիտելիքներից որը որ ես 21 տարվա ընթացքում հավաքեցի հա Իմ լսարան մտնելը ուսանողների համար շատ ավելի հաճելի է, շատ ավելի ընդունելի է, շատ ավելի հետաքրքիր է, քան տարիներ առաջ էր, որովհետև այստեղ արդեն դու լրիվ ուրիշ ձևի ես մտնում լսարան։ Լրիվ համաձայն եմ։ Ընտիր, դե գանք իմ սիրելի թեմաներից մեկին, դա կանացի գործարարությունն է, եւ ես կարծում եմ, որ կանայք շատ մեծ շանսեր ունեն բիզնեսում հաջողելու երբեմն նույնիսկ ավելի մեծ շանսեր քան տղամարդիկ ուղղակի կա որոշակի կարծրատիպ կանանց մոտ նաև տղամարդկանց մոտ որ տղամարդու մոտ ավելի հեշտ պետք է ստացվի իմ կարծիքով գործարարության մեջ կանայք ահռելի պոտենցիալ ունեն դեռ չիրացված եւ ես հատուկ ուշադրություն ունեմ մեր ակումբի կին գործարանների հանդեպ առհասարակ կանացի գործարարության նկատմամբ որ դա զարգանա Հայաստանում ավելի շատանան ավելի կին գործարանները շատ լինեն ոնց ես կարծում ինչ տարբերություններ կա կնոջ կողմից բիզնես անելու ձեռագրի մեջ եւ տղամարդու կողմից բիզնես անելու ձեռագրի մեջ Տղամարդիկ ավելի ունեն խորը գիտելիքներ եւ ավելի հա չէ հա դա օքեյ չէ ես այդ կարծիքին եմ որ կներես էլի ես գիտես ինչի է նման մի օր մեքենա ենք ես կնոջս այդ մեքենա եմ վարում կինս ինչ որ նշանի է ցույց տալի ասում չեմ հիշում նշանի անունը, ասում սենց է, էլի պետքա սխալ ես անում ու ես հասկացա, որ այս ճանապարհային երթևեկության նշանները չգիտեմ, մենք պրավա ենք ստացել մի 15 տարի առաջ, հա վարել գիտեմ, շատ վաղուց մեքենա վարել գիտեմ, ինտուիտիվ եմ վարում ես ու եթե այդ նշանները, ճանապարհային երթևեկության կանոնները հստակ պետք լինի ասել, ես կարող եմ չիմանամ, կինս այդ ամբողջը գիտի։ Հիմա նույնը գործարարության վերաբերյալ կարա լինի։ Ինչով հիմնավոր եմ Ինչքան այս պահին ճանաչված կին գիտնական գիտեք եւ տղամարդ բոլոր դեպքերում տղամարդիկ գիտնականները չէ արի ասենք նոբելյան մրցանակակիրներն են շատ գիտնականներն էլ ինչի՞ չէ իհարկե լավ օքեյ ես տենց շատ գենդերային բան չունեմ էլի կանեք ուղղակի ավելի բազմապրոֆիլ են մտածում իմ կարծիքով իրանք կարան մի անգամից մի քանի բանի մասին մտածեն Այդ առումով իրանք ավելի ճկուն են Այո Իրանց ուղեղը այդ առումով շատ ավելի ճկուն են Ինքը կարա համ երեխայի հետ մի աչքով երեխային նայի մյուս աչքով մի բան է պատրաստի հա ոնց որ նույնն էլ բիզնեսում է Ինքը կարա մի ձեռքով բիզնես անի, մյուս ձեռքով այն որ ասում է երեխայի դաս սովորի, այդ իմաստով կանայք ավելի ճկուն են Բայց տղամարդիկ էլ ավելի խորը եւ ավելի ոնց որ ասած նստած ձևով են այդ ամեն ինչը անում Այդ իմաստով կնոջ ճկունությունը իրան շատ օգնում է բիզնեսի մեջ Ես կարծում եմ նաեւ գիտես ինչ մի հատ հետաքրքիր բան կա կանացի էներգիան նաեւ նյութական աշխարհի հիմքն է դառնում կինը կարում է նյութը շատացնի կնոջ էներգիան օրինակ հա հետաքրքիր մի բան ասեմ այն գործարանները ովքեր ֆինանսական կտոր իրանց բիզնեսի տալիս են կին ֆինանսիստների կամ հենց իրանց կանանց հա այդ բիզնեսներում շահույթի վերջնական թիվը ավելի շատ է լինում որովհետև երբ որ օրինակ մի հատ հետաքրքիր բան ասեմ ես հիշում եմ տատիկս թոշակառու էր ու դե թոշակ էր ստանում մեկ էլ դե տղաները մենք թորնիկները օգնում ենք ու միավոր ժամանակի մեջ
տատիկիս մոտ ավելի շատ հավաքած գումար կար, քան մեր մոտ։ Այսինքն ինչ որ այդ կանացի էներգիան ինքը նաև այդ փողի բարաքյաթի էներգիան է, փողի եւ նյութական աշխարհի շատության էներգիան է։ Եվ կնոջ համար այդ նյութը ստեղծելը ավելի հեշտ է, կանացի էներգիայի դեպքում ինքը ավելի հեշտ է։ Եվ ինչի՞ չէ, նաև ասենք, երբ որ մարդը տուն է կառուցում, եթե տան մեջ կանացի էներգիա չեղավ, ինքը 4 պատ է լինելու ու ոչ ավել։ Կանացի էներգիան ինքը տան ներսում ամբողջական մի հատ վերջնական բան է ստեղծում, հա, նյութական մի հատ աշխարհ, որի մեջ կարելի է կոմֆորտ, հանգիստ, լիարժեք ապրել։ Դրա համար ես կարծում եմ, որ կանացի էներգիայի եւ տղամարդկային էներգիայի միքսով է բիզնեսում ու կյանքում ծնվում ցանկացած լավ բան։ Այո։ Ցանկացած լավ բան։ Եվ այստեղ իհարկե մեր տղամարդկանց խնդիրը նա է, որ մենք կարողանանք այսպես ասած հարգանքով եւ համագործակցությամբ այդ էներգիան իրացնել, մենք մեր մասով, կանայք իրանց մասով, հա, ու այստեղ կարծում եմ շատ, օրինակ մեր ընդհանուր ընկերները, Բակուրը ու Տիկինգյանն ֆանտաստիկ օրինակ են կանացի ու տղամարդկային էներգիայի վրա կառուցված բիզնեսի։ Տիկինգյանն ապահովում է բիզնեսի այդ համակարգը, ֆինանսները, այդ կայունությունից, Բակուրը ապահովում է զարգացումը, մեծանալը բիզնեսի, եւ դա շատ լավ օրինակ է, ես Բակուրի հետ էլ որ պոդքասթ էի նկարում, մենք խոսել ենք սրա մասին։ Եվ ես գիտեմ նաև որ ամուսինը տա չէ քո հետ միասին, այս դեպքում ինձ հետաքրքիր է ոնց եք դուք կիսում ձեր գործերը, ոնց եք բաշխում, ով ինչով է զբաղվում։ Գործը երբ որ բիզնեսը նոր սկսել էի, ամուսինս ասում էր ինձ պետք չի, դուրս արի, դու տեղ շատ ես չարչարվում, շատ ես տանջվում։ Ինքը ուրիշ տեղ էր աշխատում ու Բակուրը նույն միշտ ասում էր դուրս արի, գործի գլխին կանգնի։ Ու տարիներ շարունակ տենց ասում էր, մինչև հասունացավ այն պահը, երբ որ ինքը իրոք գործից աշխատանքից հիմնական աշխատանքից դուրս եկավ եւ եկավ միացավ ինձ։ Նու այս ժամանակ արդեն բավականին ես թեթևացա։ Ինչ առումով, որ հիմնականում ես զբաղվում եմ տեխնոլոգիաներով, զարգացման բիզնեսի, ինքը ամբողջը մնացած ամբողջ գործը, թե սարքավորումներն է, թե կլիենտների հետ շփվելն է, թե ֆինանսներն է, ամեն ինչ իր վրա է։ Ես հիմնական տեխնոլոգիաներն եմ զարգացնում եւ եթե պետք է լինում մեր կլիենտների հետ խոսալ, ինչ որ տեխնոլոգիական խնդիրներ են ունենում իրանք, զանգում են, արդեն ես եմ օգնում, պատասխանում, տենց հիմնական ոնց որ ասած ուղղությունս դա է բիզնեսի մեջ էս պահին։ Հասկացա, շատ լավ։ Անայդ, իսկ երբեմն մտածել ես այլ բիզնեսում էլ մտնես, այլ բիզնես էլ ստեղծես, ու այդ գործարի ջիղը որ բացվել է, տեխնոլոգիայի դռնով նաև շարունակվի այլ ոլորտներում։ Ճիշտ ասած չեմ ուզում գաղտնիքներս լրիվ բացեմ, բայց արդեն ոնց որ փորձում եմ նոր ուղղություն տալ մեր բիզնեսին, երևի մոտակա ժամանակներս կտեսնեք արդեն։ Ընտիր, շատ լավ է, ես շատ ուրախանում եմ, որտեվ երբ որ գործարի ջիղը մի անգամ բացվում է, սկսում է իրացվել, դա երբեք կանգ չի առնում ու մի բիզնեսով դա չի ավարտվում։ Գործարի ջիղը այնքան է, որ ինքը կարա 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, կարևորը որ մի անգամ այդ ջիղը բացվի։ Եվ էլի ստեղ ես ուզում եմ այն մարդկանց, ովքեր նոր են մտնում բիզնեսի աշխարհ կամ սովորում են ինչ-որտեղ ու մտածում են անեն թե չանեն, սա շատ կարևոր է, որ այդ առաջի քայլը ինչ որ մի հիմքով անես։ Օրինակ ես բիզնեսի աշխարհ եմ եկել մասնագիտությունից, հաշվապահ եմ եղել, հիմնել եմ մեր հաշվապահական ընկերությունը։ Էլի ինչ որ առումով այդ մասնագիտությունից բիզնես անցումն է եղել, որը շատ հեշտ է եղել։ Քո դեպքում եղել է տեխնոլոգիայից բիզնես անցումը, էլի շատ լավ է։ Եվ ես կարծում եմ այն մարդկանց մոտ ում այդ պոտենցիալ, այդ էներգիան կա, իրանք կարող են այդ քայլը անել։ Այո, գիտեք, ես կարծում եմ, որ եթե ուզում ես, եթե ունես պոտենցիալ, իհարկե զգուշավորությունը ճիշտ բան է, շատ չպիտի տրվես էմոցիաներին, բայց անպայման պետք է փորձես։ Իսկ հետաքրքիր է ինձ ուսանողները, այսօրվա ուսանողները ունեն այդ ցանկությունը, այդ եռանդը։ Ես վաղուց ստացվել է այնպես, որ չեմ շփվում արդեն 16, 17, 18 տարեկան երիտասարդների հետ, ովքեր բուհերում են սովորում, ոնց են իրանք մտածում, հետաքրքիր է իրանց բիզնեսը։ Գիտեք, ես չեմ կարող ասեմ, որ ուսանողների 100%-ը սենց ուզում են անպայման այդ բիզնես անեն կամ շարունակեն այդ մասնագիտությամբ, բայց ովքեր որ ցանկություն ունեն սովորելու, նրանք
ոնց որ քեզ լրիվ քամում են, ուզում են անպայման մաքսիմում վերցրած լինեն, եւ դա շատ ողջունելի է։ Ու արդեն իմ շրջանավարտներից կան ուսանողներ, որոնք որ բավականին հաջողությունների են հասել բիզնեսում, իրանք իրենց սեփական բիզնեսն են անում, կան արդեն բավականին շատ դեպքեր։ Իսկ ո՞նց ես կարծում, բիզնեսմեն ծնվում են, թե դառնում են։ Ինձ թվում է դառնում են բոլոր դեպքերում։ Ինչի։ Դե ես իմ օրինակով ասեմ, ես ընդհանրապես միտք չունեի բիզնես անելու, ամեն ինչ հանգամանքների բերումով բերեց դրան։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, չեմ կարող ասեմ դա ուրիշների։ Բայց եթե տաղանդը չկա, ոնց կարելի է դառնալ։ Ամեն դեպքում ինչ որ բան պետք է ներսից լինի, որը սկսի իրացվել։ Եթե տաղանդը չկա, դու չես էլ մտնի դրա մեջ։ Okay. Չես մտնի։ Ուղղակի այստեղ դրա համար ես նորից նշում եմ, որ իմ շրջապատում էլ կային մարդիկ, ովքեր որ փորձեցին բազում անգամ տարբեր բաներ անել ու չստացվեց։ Դրա համար եմ ասում, բիզնեսը սիրում է նաև զգուշավորություն։ Էներգիան, այդ պորտկումները գնամ, վարկ վերցնեմ, վարկի վրա նորից վարկ վերցնեմ, չէ։ Մտածի, նոր սկսի։ Okay, հետաքրքիր է։ Հետաքրքիր մոտեցում է, համաձայն եմ, բայց երևի թե նաև պետքա սկսել փոքրից, փոքր բանից, ունես գաղափար, այդ գաղափարդ կարաս փոքրացնես, սարքես տեստ, ու այդ տեստը շուկայում իրական կյանքում ռեալիզացնես, հա։ Այս շղթան շատ լավ է աշխատում, հիպոթեզ, տեստ, վերլուծություն։ Այսինքն մի բան մտածում ենք, որ եթե սենց անենք, ապա սա շուկային պետք է լինի, արեցինք, հետո նայում ենք արդյունքները, հետո նորից կրկնում ենք դա։ Ես իմ վրա իմ բիզնեսի բանով կարող եմ ասել, որ առաջին սարքը, որով որ խտացրած կաթեմ արտադրել, իմ վրա նստել է 37,000 դրամ։ Սարքը, հա, որը որ կուստարն է, հին ավտոկլավ, ոնց որ ասած կուստարն է պատրաստել ենք, խառնիչ ենք տեղադրել վրան ու սկսել եմ դրանով գումար վաստակել։ Իսկ բանկաները, բանկաներ չկար, այն ժամանակ մեծ ուպակովկաներ էր, դույլեր էր, դույլերի մեջ ռեալիզացիան B2B էր միայն։ Հա, հասկացա։ Հա, ու դրանից ենք սկսել։ Դրան հետո նոր վարկ ենք վերցրել, արդեն մտածված։ Ու արդեն հաշվարկված, թե այդ վարկը ոնց պետքա փակեմ, ինչով պետքա փակեմ, ու քիչ-քիչ եկանք նրան ինչին հասանք։ Ընտիր, իդեպ ես փոքր ժամանակ հիշում, որ խտացրած կաթի ամենասիրելի ուտելիքներից էր, որովհետև համ համով էր, համ հագեցնում էր։ Անփոխարինելի մի քանի ուտելիքներ կային այդ տարիքում, որ կարտոշկա ժարիտը, խտացրած կաթը, մատնաքաշը։ Ասма вкус моего детства։ Հա, հաստատ, մեր երեխա տարիքի համերն են դրանք, դրիվ համաձայն։ Ընտիր, ես կարծում եմ, որ գործարարության ջիղը, եթե կա մարդու մոտ, այդ ջիղը պետքա բացել, իրացնել, իսկ եթե չկա, հաստատ կա մեկ այլ ջիղ, մեկ այլ տաղանդ, մեկ այլ ուղղությամբ, օրինակ արվեստի ուղղությամբ, եւ դու կարող ես քո այդ արվեստագետի ջիղը իրացնել ու արվեստում ֆանտաստիկ արժեքներ ստեղծել։ Եվ ուստեղ իմ կարծիքով, էլի, հիմնական մեխը նա է, թե քո մոտ ինչ տաղանդ կա։ Պետք է մենք այդ տաղանդը գտնենք, այդ տաղանդը ռեալիզացնենք ու նայենք դրա արդյունքում ինչ ենք ստանում։ Իդեպ ես ունեմ մի ընկեր, ով իմ կրթական զարթուցիչին էր մասնակցում, մենք խոսում էինք մի օր ու հենց տաղանդներից խոսացինք եւ ինքը կինը մեր ուսանողին ինքը ստեղծեց շոկոլադ իր տաղանդից ելնելով, որը հիմա բոլոր սուպերմարկետներում կա, հայտնի բրենդ է դառել ու հենց այդ տաղանդի իրացման արդյունքում շատ հեշտ ու շատ արագ այդ բիզնեսը ստացվեց ու սկսեց զարգանալ։ Դրա համար իմ կարծիքով հիմնական մեխը, որ ամեն մեկը իր տաղանդը գտնի։ Եվ այդ տաղանդը հետաքրքիր մի օրինաչափություն ունի, մի հատ չի։ Մենք բոլորս էլ ունենք մի քանի տաղանդ, որոնք փոխկապակցված են եւ օրինակ, հա, գործարարի մոտ կարող լինի նաեւ դասավանդողի ջիղը, ուսուցչի ջիղը, գործարարի մոտ կարող լինի նաեւ վաճառողի ջիղը, եւ սրանք ես նաեւ անվանում եմ առնու, ես չեմ, Յունգը անվանում արխետիպեր, ու ես քո ծննդյան օրը որ հարցրեցի, 4-ը, ամսի 4-ը ինքը կայսրի արխետիպն է, ու այդ արխետիպը ունեցող մարդիկ ունենում են հենց գործարարի առաջ գնալու, կառավարելու ու
ուժեղ պոտենցիալ եւ ջիղ։ Եվ մի հետաքրքիր նյուանս ունի այս արխետիպը, հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ 4-րդ արխետիպով մարդիկ ծնող են դառնում։ Որտեղ ինքը նաև ծնողության արխետիպ է։ Դու նկատել ես, տենց օրինաչափություն կեղել է քո կյանքում, որ մայրանալուց հետո հաջողությունը գա կամ ավելի շատ լինի։ Այո։ Հա, եղել է դες։ Այո։ Տարիթիվներ երևի հիշում չէ, երբ հատել։ Այո։ 4-րդ արխետիպը այդ հատկությունը ունի։ Երբ որ դու ծնող ես դառնում, ինքը սկսում է ռեալիզացվել էլ ավելի ինտենսիվ ու հեշտ է լինում այդ արխետիպով առաջ գնալը։ Okay, դե հիմա գամ գործընկերների հետ հարաբերություններին։ Հայաստանում բավական բարդ ոլորտ է դա, մենք մի օր խոսում էինք իրար հետ, դու նշեցիր, որ բիզնեսում ամենաբարդ խնդիրներից մեկը դա դեբիտորական պարտքերի հավաքագրման խնդիրն է։ Ոնց ես նայում դու այդ հարցին, մենք այդ օրը մի քանի բան քննարկեցինք, որ կարելի է փորձել, ոնց ես նայում առհասարակ այդ հարցի լուծումը որտեղ է։ Ամեն դեպքում ինչ որ մի ձև պետք է այդ հարցը լուծվի, որովհետև ընկերություններ կան, ապրանքը առնում են, իրանք հետո այդ ապրանքը վաճառում են, այդ փողը օգտագործում են եւ չեն վճարում իրանց ոնց որ ասած գործընկերներին ու մեր շուկայում իմ կարծիքով դա ամենամեծ խնդիրն է։ Դրանից լուրջ խնդիր մենք այսօր չունենք։ Ես կարծում եմ դա կառավարության մակարդակով այդ հարցը պետք է լուծվի։ Այսինքն գործարարներին ինչ որ որոշակի ժամանակահատված պետք է տրվի, որ երբ որ իրանք այդ ապրանքը ստանում են, հաշիվ ֆակտուրայով այդ ապրանքը ստանում են, այսքան ժամանակահատվածում իրանք պարտավորված լինեն վճարելու։ Հակառակ դեպքում տուգանքների ենթարկվեն։ Ասենք եկամուտ ճանաչվի։ Հա, եկամուտ ճանաչվի, ինչ որ տուգանվեն եւ այլն, որովհետեւ այսօր տեսեք, ես մեր բիզնեսի օրինակով ասեմ, Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր որ շատ այդ տնտեսվարող սուբյեկտներ կան, ովքեր որ ներկրում են նախ եւ առաջ եւ կան նաեւ արտադրողներ, խտացրած կաթի։ Բոլորն էլ այս նույն խնդրի առաջ են, մեկը խոշոր կազմակերպությունն է, իր մոտ կարող է շատ մեծ թիվ կանգնի այդ դեբիտորական կրեդիտը, մյուսը ավելի փոքր է, բայց այդուհանդերձ այսօր նենց իրավիճակ է ստեղծվել, որ մեր պոտենցիալ կլիենտները, եթե ես իրան մերժեմ, ինքը կգնա իմ մյուսի մոտից կվերցնի, ունեն մեծ սպեկտր ընտրության, այո, մեծ սպեկտր ընտրության։ Հա, պրոստը պետք է բոլորը պայմանավորվեն, որ օրինակ չեն տալիս կրեդիտով կամ շուկան կամ կառավարությունը դա պետք է համակարգված լինի։ Մենք իրար հետ չենք կարող պայմանավորվել, դա միանշանակ է։ Հա, դա չի ստացվի։ Դա ես տենց եմ տեսնում այդ հարցի լուծումը, որ ինչ որ վերևից դա կառավարվի, որ մարդիկ կարողանան սահմանափակ քանակությամբ ապրանք գումար պահեն իրենց մոտ էլ մեր գումարը։ Դե հիմա կա այդ օրենքը, եթե 365 օր չես մարում, ինքը հա մի տարին ասենք շատ։ Պատկերացնում եք մի տարի մենք մեկին կաթ տանք ու խտացրած կաթ տանք ու գումար չվերցնենք։ Դա մի տարին, հա։ Դա շատ մեծ թիվ կկանգնի, էլի։ Մի տարին կարելի է այդ գումարը, չգիտեմ, մի քանի անգամ օգտագործել, չհաշված որ մի տարվա ընթացքում փողը ոնց է արժե զրկվում։ Ինֆլյացիայի տոկոսը, ասենք ամեն տարի 1-2%-ով փողը արժե զրկում է, ու դու մի տարի հետո լրիվ ուրիշ ու ստեղծվում է այնպես վիճակ, որ մենք պետքա մեր հումքերը գնենք այն հումքերը, որոնք որ մենք ներմուծում ենք Եվրոպայից, մենք պետքա գումար վճարենք, բայց մեր հաճախորդները մեր գումարները չեն վճարում, պահում են ամիսներով, հետո իրանք սնանկ են ճանաչվում, տենց էլ ա եղել բազում անգամներ, հա, իրանք սնանկ են ճանաչվում եւ այդ գումարները հոտս են ցնդում։ Հա, հասկացա։ Այո, դա էլ է բիզնեսի բան կողմերից, հա։ Եվ Հայաստանում կա նաև գործարարի պարտաճանաչության խնդիր, սա գալիս է մշակութային նաև։ Դες դու ասում ես, որ կառավարությունը դա պետք է անի, ես կարծում եմ դա նաև պետք է լինի մշակութային, այն իմաստով, որ եթե երկու գործարար իրար հետ պայմանավորվում են, որ սա պետք է լինի սենց, այս ժամկետերում դա պետք է պահպանվի, դա չպետք է խախտվի։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր շատ խոստումներ ուղղակի չեն կատարվում, մնում են օդի մեջ, հատկապես ֆինանսական խոստումներն ու պայմանավորվածությունները, իրանք առաջին հերթին պետք է կատարվեն, ֆինանսական հետևանք ունեցող խոստումները։ Եվ հենց մեր ակումբը եւ առհասարակ բիզնես ակումբները կարծում եմ նաեւ սա են զարգացնում այս մշակույթն են փոխում երկրում, որ նախ քեզ ճանաչում են, դու ճանաչում ես եւ այստեղ սոցիալական կապիտալը կարեւոր դեր է խաղում։ Դու գիտես, որ խոստում չկատարելուց քո սոցիալական կապիտալը փոխվելու է կամ նվազելու է։
Այս իմաստով ինձ թվում է պետքա եւ քո ասած պետական միջամտություն լինի եւ նաեւ մշակութային փոփոխություն լինի, որ բիզնեսմենը ձեռք սեղմի ու դա լինի վերջնական։ Դա գիտակցության մեջ պետք է փոփոխություն լուծվի։ Այո, համաձայն եմ։ Շատ լավ։ Հիմա ես կուզենայի խոսայի քո կյանքից բիզնեսից դուրս։ Ոնց է դա անցնում, ինչով ես զբաղվում, ինչ հետաքրքրություններ, հոբիներ, ինչն է հետաքրքիր գործարար կնոջը, երբ արդեն կարելի ասել այն կյանքի են փուլում ես, որ կարաս վայելես, ճամփորդես, երեխաները արդեն մեծ են, չէ, եւ կարելի է ժամանակ հատկացնել ինքդ քեզ։ Հիմնական հոբիս արդեն թորնիկս է։ Թորնիկ էլ ունի։ Այո։ Այ, նա, շատ։ Հա, իհարկե շատ սիրում եմ ճամփորդել, մանավանդ վերջին տարիներին շատ արդեն իրականում երեխաները մեծացել են, արդեն իրանց ընտանիք, տղաս ամուսնացած է, իր ընտանիքն ունի, աղջիկս դեռ ամուսնացած չի։ Մենք կարողանում ենք ավելի շատ ժամանակ հատկացնել ինքներս մեզ, հա։ Եվ բիզնեսն դասավորված է այնպես, որ մենք կարողանում ենք եւ հեռավորության վրա կառավարել բիզնեսը։ Այդ առումով մենք ավելի թեթևացել ենք եւ կարողանում ենք ամուսիններով որոշակի պարբերականությամբ ճամփորդել։ Այո, շատ լավ է։ Այդպես, բայց այդ թորնիկի ծնվելու հետ արդեն ոնց որ դու ավելի շատ քեզ տատիկ ես զգում, քան թե ժամանակը չի հերիքում, ֆիզիկապես չես կարողանում թե բուհում, թե տան գործեր, թե արտադրությունը դա հիմնական ժամանակն է խլում, ոնց որ ասած ուզում ես մի քիչ էլ այնտեղ ժամանակ հատկացնես էլի։ Okay, ինձ միած sense հարց է հետաքրքիր, կարծում եմ այս հարցը նաև ուղղում եմ ես մեր կինոընկերներին, եթե մեզ լսում եք, նաև ձեզ եմ ուղղում, պատասխանեք մեկնաբանություններում։ Ես երբ որ քրոնոմետրաժ էի անում, կնոջ օրվա զբաղմունքները, հա, մեծ ժամանակի մեծ կտոր գնում է պատրաստելու վրա։ Հիմա կինը տանը պատրաստում է, հաց է սարքում, նստում են, ուտում են, բնականաբար դա շատ լավ է, բնականաբար ինքը մտերմացնում է, ջերմացնում է եւ այլն, բայց արդյոք դա պետքա լինի ամեն օր եւ նույնիսկ օրը, չգիտեմ, 3 անգամ, թե կարա արդեն կինը այս մեծ հնարավորությունների աշխարհում իրան թույլ տա նաեւ շաբաթը 1 պատրաստի 5-6 օր սնվեն, օրինակ, չգիտեմ, ինչ որ տեղ հաճախեն, այսօր շատ մաչելի է դա։ Օրինակ, հա, արտանչից պատվիրեն սնունդը։ Կարելի է, չէ, ասենք, այդ ժամանակը կինը հատկացնի ուրիշ բաների վրա։ Ես հասկանում եմ, որ դա երբեմն նույնիսկ տաբուի մակարդակում է դրված մեր հասը, որ չէ՞ պետք է կինը անպայման զարթնի, նախաճաշ սարքի, հետո ճաշ սարքի, հետո ընթրիք սարքի, չգիտեմ, հնարավոր է դա անել լավ շաբաթը մի օր, թող ինքը ռիտուալ լինի, ծես լինի, տանը սիրուն հավաքվեն, նստեն իրար հետ ընթրիք անեն, բայց այն մնացած օրը այդ ծառայությունը առնեն, հա, այդ սնունդ պատրաստելու ծառայությունը առնեն։ Դու ոնց ես նայում այս հարցին։ Գրիգոր ջան, դու մեր ընտանիքը նկարագրեցիր։ Հա։ Ընտիր, ես այդ ամեն ինչը տեղի պատրաստելը եւ այլն այդ ամեն ինչը կա, բայց հիմնականում այդքան ժամանակ էլ չկա, որ հա, էլի, հա, եկեք կանանցել ոնց որ ազատենք, էլի այդ բերից ամեն օր պատրաստել, շատ մաչելի է, ասում եմ, նույն արտլանչից կարելի է պատվիրել ամեն օր ու գումարային քո մթերքի ծախսից ինքը ավել չի լինելու հաստատ։ Այսինքն outsource անել, այդ կտորը outsource անել։ Համաձայնում։ Սնունդ պատրաստելը թո դառնա մի հատ գեղեցիկ ռիտուալ ընտանիքի մեջ։ Սիրելի կանայք, եթե համաձայն չեք, մեկնաբանություններում գրեք, չէ, մենք պետք է պատրաստենք։ Եթե համաձայն եք, գրեք, որ այո, կա նման հնարավորություն, որովհետև ես կարծում եմ, որ ախր շատ ժամանակ է գնում, դա մարդու կյանք է։ Մի բան է, որ դու խոհարար ես, աշխատում ես մի ռեստորանում, դու դրա համար վարձատրվում ես, սարքում ես։ Դա մի բան է, բայց երբ որ դու տանը ամեն օր առնում ես խանութից, բերում ես, պատրաստում ես, կնոջ համար սա ինչի եմ ասում, որ կին գործարարները, դե մենք անդադ շփվում ենք, չէ՞, ես տեսնում եմ, որ ոնց որ գրաֆիկի են պիկով են աշխատում, գնան, սարքեն, ընտանիքին խնամեն, իրանց հետևեն, բիզնես անեն, այդտեղից մի քանի բան կարելի է արդեն outsource տալ, էլի։ Այո։ Նու արտաքինին հետևելը բնականաբար հնարավոր չի outsource անել, բայց սնունդ պատրաստելը գոնե պետք է տենց լինի։ Հաստատ։ Ես իմ կնոջ հետ իդեպ հենց երբեք ու որևէ ձևով իրան չեմ ասում, որ պետքա պատրաստես, երբ ինքը ուզենա, երբ այդ ցանկությունն ու
մուսան գալիս է, այդ ժամանակ դա կարա լինի շաբաթը 1, կարա լինի 10 օրը 1 եւ ես կարծում եմ, որ այդտեղ կինը մի շատ կարեւոր ժամանակի ծախսից ազատվում է։ Այո։ Ու նաեւ այն մտքից լավ ինչ պատրաստ եմ։ Թող մնամ մենակ ինչ հագնեմ, հա։ Այդ ինչ հագնեմ եմ մեկը, անկա Սենց տենես կա։ Պարանի հագեցվածությունից հայ լինելու է, չէ՞։ Թող այդ մնա։ Այդ ինչ պատրաստ եմ, կարա գնալով նվազի։ Հա, կան իհարկե կանայք, որ դա շատ սիրում են, օքեյ, սիրով արեք շաբաթը 1-2 անգամ, բայց ամեն օր որպես պարտականություն իմ կարծիքով կարա եւ չլինի։ Դա յուրաքանչյուրի ընտրությունն է։ Հա, բայց նաեւ Մարդկա սիրում է։ Սիրում է, նա չի կարա, եթե ինքը չպատրաստի նախաճաշ, այնտեղ ճաշ, ընթրիկ, իր համար այդ օրը չի մտնի։ Անահիտ ջան, հա, քիչ ուրիշ է։ բայց դա եկել է, Ես ժամանակն էլ չունեմ։ Ահա, ապրես։ Ախր դա նաև եկել է մեր տատիկները ոնց են եղել։ Իրանց դեպքում դա չի քննարկվել։ Եթե ամուսինը տնից հելավ ու սոված գնաց, դա հետի մի հատ պատմություն էր։ Հիմա փոխվում է մարդկանց կյանքի որակը, լայֆսթայլը փոխվում է։ Իմ կարծիքով, այս իմ նշածս բանը փոփոխություններից մեկն է։ Կամ օրինակ մենք որ գնում ենք քաղաքից դուրս, մեր կանայք անպայման պետք է իրան կեփեն, թափեն, դնեն, չհանգստանան։ Իմ կարծիքով տենց չպետք է լինի։ Վճարի, թող գան, մարդը որպես աշխատանք դա անի, դուք էլ ձեր հանգիստը վայելեք։ Դրա համար ես կարծում եմ, որ հատկապես կին գործարարները եւ այն կանայք, ովքեր այդ ժամանակի այդ պիկով են աշխատում, իրանք պետքա կարողանան ինչ որ բաներ outsource տալու, այսօրվա աշխարհը այդ հնարավորություններն ունի։ Օրինակ մենք որ Դուբայում ապրում էինք, Դուբայում երեխա խնամելը, պատրաստելը, նույնիսկ երեխա խնամելու դեպքում մի քանի դայակ, հա, ամբողջ լվացքը, հա, լվացքի հետ կապված ամբողջ ծառայությունը եւ տան մաքրման այդ ծառայությունը ամբողջությամբ outsource է տրվում, այսինքն գալիս են մարդիկ հավաքում տանում են, լվանում են, բերում են, տունը մաքրում են, երեխաներին խնամում են, խոհանոցը պատրաստում են եւ կինը կարողանում է ապրի իր ուզած կյանքով։ Իմ կարծիքով դա նորմալ է եւ դա պետքա Հայաստանում էլ գնալով ավելի շատ լինի։ Այդ մշակույթը արդեն քիչ-քիչ Հայաստան մտնում է։ Դե ընտիր, որ մեր կանայք անընդհատ այդ բանի մեջ չլինեն, էլի, որ սա հասցնենք, նա, օքեյ, բիզնեսով զբաղվի, քեզնով զբաղվի, ճամփորդի, նորից ստեղծի աշխատատեղ բացի, ուղղակի վայելի, նստի միտեղ սուրճ խմի, վայելի այդ ամեն ինչը։ Կարծիքով դա պետքա կամաց մեր կանայք էլ կարողանան իրանց թույլ տան դա չանեն։ Չգիտեմ, այս ոդկասթից հետո մեզ կարող կարկոցեն, բայց հիմա սա է, ես կարծում եմ սա նաև տղամարդկանց շահերից է բխում։ Նաև տղամարդիկ սրանից։ Այո։ Այս ֆոնին ավելի երջանիկ կլինի, որ իրանց կանայք լինեն ավելի հանգիստ, ավելի թեթև ու կարողանան նաև այդ ժամանակ ուղեն իրանց հետ հարաբերություններին, երեխաների հետ հարաբերություններին, այսպես։ Դե հիմա ուզում գամ մեր բիզնես ակումբին, որին դու անդամակցում ես արդեն մոտ տարի ու կես, ինչա բիզնես ակումբը գործարարի համար։ Նշեցիր նաև, որ գործարարությունը սկսել ես նաև այլ բիզնես ակումբից, չէ՞, անդամությունից։ Ինչա անում բիզնես ակումբը գործարարի մտածելակերպի հետ, հնարավորությունների հետ, աշխարհընկալման հետ։ Ուրեմն ասեմ, որ ես բիզնես իմ առաջին ոնց որ ասած հաճախորդները բիզնեսի մեջ մեր բիզնես ակումբի անդամակիցներն են եղել 2005 թվականին։ Այդ կանանց ֆորում կազմակերպության անդամ էի ես եւ բավականին մեծ քանակությամբ կանայք դարձան իմ ոնց որ գործընկերներ եւ դա շատ մեծ խթան դարձավ իմ բիզնեսի մեջ, որ ես կարողանամ աճել։ Ինձ համար շատ դա ոնց որ ասած լուրջ ստարտափ էր այդ բիզնես ակումբին անդամակցելու։ Այսօրվա իմ անդամակցությունը կապիտալ կլուբին դա իմ համար նախ ծանոթություններ, շփումներ, պարբերաբար մասնակցություններ եմ ունենում տարբեր տրեյնինգների, դա էլ իր ոնց որ ասում են նստվածքա տեղն ու դերն ունի իհարկե բիզնեսի մեջ։ Դա է, եւ ինչու ոչ այն հաճելի մթնոլորտը, միջավայրը, երբ որ տեսնում ես քեզանից արդեն ես ավակ սերնդի ներկայացուցիչ եմ կապիտալ կլուբում։ Երբ որ տեսնում ես երիտասարդները ինչ եռանդով, ինչ տարատեսակ բիզնեսներ են անում, ոգևորվում եմ իսկականից, ես շատ հպարտանում եմ եւ ոգևորվում եմ, որ այսօր մենք այսպիսի երիտասարդություն ունենք, այսպիսի խելացի, այսպիսի բազմապրոֆիլ եւ շատ հաճելի է իրենց հետ շփվել ինձ համար։
Ընտիր։ Դե ես չեմ կարծում, որ դու ավակ սերնդի ներկայացի ես մեր ակումբում իրոք մենք ունենք ավակ սերնդի ներկայացիչ ընկերներ, տղամարդ ընկերներ, դրա համար չէ, ես դες չեմ կարծում։ Անայդ ինձ հիմա հետաքրքիր է նաև արտադրության process-ը, որովհետև արտադրող բիզնեսները իրանք լրիվ ուրիշ խնդիրների հետ են առնչվում։ Առաջի բանը հենց արտադրության կազմակերպման վայրը, որտեղ անես, որտեղ մի կողմից Երևանը լոգիստիկ առումով հարմար է, մոտիկ է, մյուս կողմից էլ տարածք գտնել արտադրամասի շատ դժվար է։ Եվ հին գործարանները, որոնք չեն օգտագործվում, մենք տեսնում ենք, որ կամաց վերաձևափոխվում են, վերակառուցվում են եւ արտադրական տարածքներ են Երևանում ձևավորվում, բայց ամեն դեպքում դա քիչ է, հաշվի առնելով մեր ունեցած արտադրության քանակը, հա, Հայաստանում արտադրական բիզնեսների քանակը։ Մի քիչ կուզենայի դրա մասին խոսենք, ո՞նց է կազմակերպում, որտեղ է կազմակերպում, ինչ թիմով եք դա անում։ Ուրեմն սկզբից որ սկսեցինք մենք մեր բիզնեսը Երևանում հիմնեցինք, վերցրեցինք տարածք վարձակալությամբ, որտեղ տեղադրեցինք մեր փոքր սարքավորումները, փոքր արտադրողականությամբ նկատի ունեմ սարքավորումները եւ աշխատում էինք որոշակի ժամանակահատված Երևանում մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը։ Բայց քանի որ մենք կաթ էինք մթերում եւ այդ կաթը մթերվում էր շրջաններից, բավականին ծախսատար էր, ձմռան ամիսներին դժվարանում էր, որոշեցինք տեղափոխվել ավելի ոնց որ հումքից մոտիկ շրջան։ Եվ միևնույն ժամանակ ուզում էինք, որ Երևանից էլ մոտիկ լինի, քանի որ մենք Երևանում ենք ապրում։ Այդտենց որոշում կայացվեց, տարբեր տեղեր նայելուց հետո որոշում կայացվեց, որ Եղվարդ քաղաքում ինքը ինչով է լավ, որ Եղվարդ քաղաքում կար նաև ինքը համ քաղաք է, համ գյուղ է։ Այսինքն բազմաթիվ մարդիկ ունեին տնտեսություններ, որտեղ որ կովեր էին պահում, ֆերմաներ կար, հա, ու այդ ամբողջ տարածաշրջանի կաթը մենք սկսեցինք հավաքել տեղում։ Եվ ոչ թթվելու խնդիր կա, ոչ բավականին թեթևացավ այդ առումով։ Եվ այնտեղ ժամանակին գնացինք, շատ փոքր տուն էինք գնել, այդ տունը ձևափոխեցինք, դարձրեցինք արտադրամաս եւ քիչ-քիչ արդեն ավելացնելով արդեն ստացանք բավականին մեծ հզորությամբ արտադրամաս կամ գործարան, փոքրիկ գործարան, որտեղ որ կազմակերպում ենք մեր արտադրական process-ը։ Այդ առումով Եղվարդ քաղաքը մեր համար արդեն դառավ որպես երկրորդ հայրենիքը։ Շատ լավ, իսկ առաքման process-ը դա էլ եք դուք կազմակերպում։ Հա, ուրեմն ունենք առաքող մեքենա, ունենք նաև դիստրիբյուտորներ, ովքեր որ կազմակերպում են մեր ապրանքի առաքումը։ Մենք ունենք մեր մեքենան, որը որ B2B է աշխատում, դիստրիբյուտորները գալիս տանում են իրենց մեքենաներով եւ շրջաններով առաքումներ են անում։ Անայդ իսկ արդեն փաստորեն 20-21 տարի է, չէ՞, բիզնեսով ես զբաղվում։ Այս պայդրությամբ դու ո՞նց ես մտածում, դու արդեն ավելի շատ գործարար ես, տրանսֆորմացվել ես որպես գործարարի, թե ավելի շատ մանկավարժ ես կամ գիտնական ես։ Որը քանի տոկոս է։ Շատ բարդ հարց է իհարկե դա իմ համար, բայց երևի թե ավելի շատ գործարար եմ Արդեն, չէ՞։ Հա։ Ընտիր է։ Իհարկե գիտությունը ինձ համար իր տեղը ուրույն տեղը ունի, բայց ես ինձ ավելի շատ գործարար եմ զգում այս պահին, որովհետև իմ հետաքրքրության շրջանակները, իմ դրայվը, իմ փորձերը, ամեն ինչ գործարարության մեջ է։ Այո։ Շատ լավ է, որովհետև մի գործարարը կարա ստեղծի միջավայր բազմաթիվ գիտնականների համար աշխատանքի եւ արժեք ստեղծելու համար։ Ու մենք տենց եկել է, չէ՞, դեռ սովետական միությունից, որ բժիշկը, գիտնականը, արվեստագետը, մանկավարժը իրանք տնտեսության ամենակարևոր մասնիկներն են, բայց իմ կարծիքով կապիտալիստական աշխարհում բոլոր իմ թվարկած մասնագետների համար միջավայր ստեղծում է գործարարը։ Այո։ Այսինքն մի գործարարը կարա մեկից ավել բժիշկների, գիտնականների, արվեստագետների համար ստեղծի միջավայր ստեղծելու եւ
իրանց տաղանդը իրացնելու, որովհետև շատ մարդիկ կան, որ իրանք գումար աշխատելու, օրինակ ես ունեմ ընկեր, ով շատ լավ նկարիչ է, բայց չի կարող իր նկարները վաճառի։ Ոստեղ լավ գործարար որ լինի, կարողանա այդ տաղանդը ավելի օգնի, որ այդ մարդը ռեալիզացնի։ Հետևաբար իմ կարծիքով հանուն նրա, որ դու կարողանաս էլ ավելի մեծ էֆեկտով գործունեություն իրացնես, կարելի է այդ անցումը անել գիտությունից դեպի գործարարություն։ Համաձայն եմ։ Դե, այս լավ նոտայի վրա ես ուզում եմ այսօր մենք ավարտենք եւ այս մեսեջը փոխանցենք մեր բոլոր ունկնդիրներին, եթե կորոշեք զբաղվեք բիզնեսով, ապա իմացեք, որ դա շատ մեծ օգուտ կտա եւ ձեր շրջապատի մարդկանց եւ ինչի՞ չեն երիտասարդներին, ովքեր այսօր սովորում են ձեր ինստիտուտում եւ ուզում են բիզնեսով զբաղվեն, իսկ մեր ոդքասթը հենց բիզնեսի մասին է, կյանքի մասին է եւ նրա մասին է, որ հնարավոր է անել բիզնես ցանկացածի համար եւ ցանկացած իրավիճակում։ Դա հնարավոր է։ Մենք այսօր տեսանք շատ լավ օրինակ, ինչպես Անահիտը սկսել գիտությունից եւ եկել բիզնես ու արդեն 21 տարի է, ինչպես նշեց Անահիտը, ստեղծել է բավական մեծ արտադրություն, գործարան, որտեղ արտադրվում է product, որը սպառվում է մեր խանութներում եւ հոռեկա ոլորտում։ Գրիգոր ջան, մի հարց ես տամ։ Դու նշեցիր, որ իմ էներգիայի աղբյուրը 4-րդ արխետիպն է։ Իսկ քո էներգիայի աղբյուրը ո՞րն է։ Շատ լավ հարց է, իրականում նախ ասեմ, որ արխետիպերը 22-ն է լինում, բացի 22 հիմնական արխետիպերից գոյություն ունի եւս 5 արխետիպ ըստ Յունգի, եւ ցանկացած մարդ բոլոր այս արխետիպերն ունի, միայն թե ամեն մեկի համար այն առաջնային արխետիպերը դրանք մի քանիսն են։ Իմ դեպքում դա 10-րդ արխետիպն է, 10 կամ 1 արխետիպը, այդ այսպես ասած արևի արխետիպն է եւ այդ մարդիկ են, ովքեր ավելի շատ հանրային են, ավելի բեմի մարդիկ են, ավելի երևացող մարդիկ են եւ ես այն ժամանակ, երբ որ զբաղվում եմ հաշվապահությամբ, ես ունեի այսօրվա իմ էներգիայի մի 2-3%-ը։ Պատկերացնում ես, եւ հիմա, երբ որ կամ 2015 թվականին, երբ ես սկսեցի Զարթուցիչ նախագիծը, ու անցում արեցի հաշվապահությունից, հաշվապահական բիզնեսից դեպի արդեն public դասախոսությունները, տրեյնինգային բիզնեսը, այդ ժամանակ այդ արխետիպը սկսեց ռեալիզացվել։ Իմ կարծիքով ցանկացած մարդու էներգիայի աղբյուրը իր ներսում գտնվող այդ արխետիպերն են։ Իդեպ Բաքուրի հետ երբ որ մենք նկարում ենք, Բաքուրին ասացի իր արխետիպի մասին, պատկասի ժամանակ ասեց չէ լավ դե բան, ոնց որ լուրջ չընդուներ, հետո հաջորդ օրը մի այսքան ինֆորմացիա ուղարկեց իր արխետիպի մասին, որ չէր կարող արդեն չհամաձայնվել ու հիմա product է սարքում ինքը դրա վրա։ Ու հիմա ինքը շատ լուրջ է վերաբերվում ու տնտիր product է սարքում, application է սարքում ու եթե մարդը կարողանա ճանաչի իր արխետիպը եւ այդ արխետիպից բխած էներգիան կարողանա ռեալիզացնի, ցանկացած մարդ էներգիայի խնդիր չի ունենա։ Ուղղակի պետքա ճիշտ օգտագործել։ Ինչ որ մեկի մոտ երկու արխետիպը դա արվեստի արխետիպ է, 6-ը վաճառքի ոչ միայն վաճառքի, նաև վաճառքի։ Եվ սա պետքա նայել մարդկանց մոտ ինչքանով է ռեալիզացված։ Եվ եթե մարդը ճիշտ տեղում է, ճիշտ գործն անում է, ինքը կարա էներգիայի պակաս երբեք չունենա, արխետիպերի էներգիան չեն ավարտվում։ Իրանք անսահման են, իրանք մեր հոգեկանի մեջ են ու իրանք ասենց առատորեն գալիս են եւ առատորեն հոսում են։ Այս իմաստով իմ արխետիպն 10-ն է կամ 1-ն է, որը որ ես օգտագործում եմ հնարավորինս շատ։ Դե, մեր սիրելի ունկնդիրներ ջան, դուք էլ կարող եք ձեր հարցերը տալ եւ ինձ եւ Տիկին Անահիտին, կարող եք տեղափոխվել մեր 3-րդ աթոռին եւ մեր 3-րդ աթոռից մասնակցել մեր դիալոգին եւ նաեւ այն հարցերը, որոնք մենք ենք ձեզ տվել, ուրախ կլինեմ, որ նաեւ այդ հարցերին պատասխանեք։ Դե, Կապիտալիստ պոդքասթը հրավիրում է տարբեր գործարարների, հիմնականում Կլուբ Կապիտալի անդամներին ենք մենք հրավիրում, ովքեր ունեն յուրահատուկ mindset ու յուրահատուկ կյանքի փորձ, անցած ճանապարհ, իսկ այդ ամենից դուք կարող եք վերցնել այն, ինչը ձեզ այս պահին պետք է։ Դե լավ եղեք, ինչ հանդիպում։ Շնորհակալություն։